Լի կարգավիճակ չունեն, նրանք բոլորը վկայի կարգավիճակում են, ընդ որում երեխաներից 17 տարեկան աղջիկը 3 հարցաքննվել է, առերես պնդել է այն ամենը, ինչը որ տեղի էր ունեցել իր հետ Արթուր Երեմյանին և Դավիթ Այնազյանին, սակայն նրանք էլի վկայի կարգավիճակում 3 դոսյեկան քննչական բաժնից։ Եթե նկատել եք, Սյուզին և Հայկը այնտեղ էին և դուք տեսաք, թե նրանք ինչպես հրավիրվեցին ոստիկանության բաժին, ինչպես հետո ոստիկանության բաժնից դուրս եկան, այսինքն այս հանցատեսակներով մարդիկ գուրգուրանքի են արժանի, միջին ծանրության կասկածանքով անչափահասին կարան, չգիտեմ, թեքին քաշ տալով տանեն, այս երկուսին ամեն դեպքում գուրգուրանքով տարան բաժին ներկայացրեցին, եկել գուրգուրանքով տարան երևի թե տուն ճանապարհեցին, դրա մասին չեմ էլ ուզում խոսել։ Համար չդիմացավ թույն խմեց։ Ինչպես? Համար ճոխությանը չդիմացավ թույն խմեց։ Հա, ճոխությանը չդիմացավ թույն խմեց, էլ կարծես թե, չգիտեմ, խմելա թե չէ, միգուցե այդ ինֆորմացիան էլ արդեն ճիշտ չի։ Տեսեք, այս գործով չի կատարվել մի շարք քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ, չեն կատարվել խոզարկություններ, չեն կատարվել դեպքի վայրի զննություններ, չեն առգրավել հեռախոսներ, որով կպարզեին, թե հեռախոսների մեջ ինչպիսի ձայնագրություններ կան, ինչպիսի հաղորդագրություններ կան, չէ՞ որ հաղորդագրությունների մասով արդեն իսկ հաղորդում է եղել տրված, ցուցմունք է եղել տրված, չեն կատարվել դատահետխաբանական փորձաքննություններ, ընդամենը ըստ մեզ հասած տեղեկությունների և քննիչի հայտնած տեղեկության Արթուր Երեմյանի մեքենան է առգրաված եղել, այն էլ նրա մասով էլ փորձաքննություն չի կատարվել։ Պատկերացրեք Դավիթ Այնազյանի մեքենան չի առգրավել, փորձաքննություններից զատ երեխաների հետ հոգեբան չի աշխատել։ Այս խոցելի ընտանիքը ես կարծում եմ, որ ընդհանրապես պետության ուշադրության կենտրոնում չի եղել, մասնավորապես Վեդու քաղաքապետարանը պետք է որ իր հաշվառումները կատարած լիներ և ընտանիքների վերաբերյալ ունենալ համապատասխան տեղեկատվությունը, բազմանդամ ընտանիք է, 5 երեխան ունեն առողջական խնդիրներ, ծնողներ ունեն առողջական խնդիրներ, կարծում եմ համապատասխան հաշվառումները խնամակալության հոգաբարձության մարմինները, եթե լինեին իրենց տեղում և աշխատեին, ապա այս դեպքը չէր լինի և այս երեխաների ճակատագիրը այս աստիճանի չէր խեղդվի։